Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, հարգելի հանձնաժողով, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի տեխնացուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով և հիմք ընդունելով 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացուների կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացուներ Դավիթ Յուրիկի Դավթյանի 40-րդ հերթական համար, Իսկուհի Աշոտի Արշակյանի 45-րդ հերթական համար, Վահան Հարությունի Հովհաննիսյանի 64-րդ հերթական համար, Գոռ Վարդանի Ղազարյանի 70-րդ հերթական համար, Հասմիկ Գեղամի Ամիրզադյանի 93-րդ հերթական համար, Էդգար Համլետի Սարգսյանի 94-րդ հերթական համար, Արման Սերգոյի Ավետիսյանի 95-րդ հերթական համար, Ռուզաննա Ռաֆայելի Կուրաժյանի 96-րդ հերթական համար, Ավագ Զեբեթի Վարդանյանի 97-րդ հերթական համար, Լևոն Լիպարիտի Վարշամյանի 98-րդ հերթական համար, Անի Սաշայի Մելոյանի 99-րդ հերթական համար, Արման Վարդանի Պողոսյանի 101-րդ հերթական համար, Աննա Հակոբի Պարսյանի 102-րդ հերթական համար, Հովսեփ Անդրանիկի Սարգսյանի 103-րդ հերթական համար, Ռուբեն Անդրանիկի Վելիցյանի 104-րդ հերթական համար, Մարգարիտ Մխիթարի Մելքոնյանի 105-րդ հերթական համար, Կարեն Կարլենի Դավթյանի 106-րդ հերթական համար, Արման Հակոբի Միքայելյանի 107-րդ հերթական համար, Աննա Համլետի Վարդանյանի 108-րդ հերթական համար, Նորայր Գարունի Մովսիսյանի 109-րդ հերթական համար, Արամ Գագիկի Պետրոսյանի 110-րդ հերթական համար, Գրետա Հունանի Գրիգորյանի 111-րդ հերթական համար, Հովիկ Արամայիսի Մուրադյանի 112-րդ հերթական համար, Նայրուհի Ռոբերտի Հարությունյանի 114-րդ հերթական համար, Արմեն Գեորգիի Պողոսյանի 115-րդ հերթական համար, Արթուր Արսենի Արսենյանի 116-րդ հերթական համար, Լուսինե Թաթուլի Պողոսյանի 117-րդ հերթական համար, Էդգար Մանվելի Շահինյանի 118-րդ հերթական համար, Նարեկ Ազատի Լաչինյանի 119-րդ հերթական համար, Քրիստինա Ստեփանի Խալաչյանի 120-րդ հերթական համար, Արսեն Վաղինակի Գևորգյանի 122-րդ հերթական համար, Մարիամ Արմենակի Կարապետյանի 123-րդ հերթական համար, Դավիթ Ռոբերտի Գրիգորյանի 124-րդ հերթական համար, Գոռ Հակոբի Գալստյանի 125-րդ հերթական համար, Վարդիթեր Ժորայի Շահազիզյանի 126-րդ հերթական համար, Պետրոս Կամոյի Սահակյանի 127-րդ հերթական համար, Արմեն Միասնիկի Ղազարյանի 128-րդ հերթական համար, Անի Անդրանիկի Ազոյանի 129-րդ հերթական համար, Համբարձում Պողոսի Շուշանյանի 130-րդ հերթական համար, Արամ Մեխակի Խաչատրյանի 131-րդ հերթական համար, Ազատուհի Հենզելի Մկրտչյանի 133-րդ հերթական համար, Տարոն Սիրակի Վարազդատյանի 133-րդ հերթական համար, Ռոլանդ Ռուբիկի Հայրապետյանի 134-րդ հերթական համար, Իդա Իվանի Իվանովայի 135-րդ հերթական համար, Արման Վահագնի Դերմոյանի 136-րդ հերթական համար, Վահան Մեհրանի Մկրտումյանի 137-րդ հերթական համար, ներողություն Վահան Սեյրանի Մկրտումյանի 137-րդ հերթական համար, Նաիրա Հենդրուշի Ղազարյանի 138-րդ հերթական համար, Վարդգես Վարուժանի Նազարյանի 139-րդ հերթական համար, Հրայր Սիրոժայի Ասլանյանի 140-րդ հերթական համար, Գայանե Արշավիրի Բարտուգիմոսյանի 141-րդ հերթական համար, Հայկ Պարքևի Հովհաննիսյանի 142-րդ հերթական համար, Արսեն Գրիգորի Ղարիբյանի 143-րդ հերթական համար, Արփինե Ռոբերտի Չիչակյանի 144-րդ հերթական համար, Աստղիկ Սուրիկի Ավոյանի 145-րդ հերթական համար, Էդգար Էդուարդի Սևոյանի 146-րդ հերթական համար, Աշոտ Գարեգինի Մխիթարյանի 147-րդ հերթական համար, Նելի Ռաֆիկի Վարդանյանի 148-րդ հերթական համար, Դավիթ Համլետի Դիլբարյանի 149-րդ հերթական համար, Նելսոն Աղասու Ստեփանյանի 150
150-րդ հերթական համար, Հռիփսիմե Էմիլի Օսիպյանի 151-րդ հերթական համար, Արտյոմ Կլիմենտի Մաթևոսյանի 152-րդ հերթական համար, Սրբուհի Արշավիրի Ներսիսյանի 153-րդ հերթական համար, Վահագն Սասունի Դիլբարյանի 154-րդ հերթական համար, Կարապետ Գրիգորի Մարտիրոսյանի 155-րդ հերթական համար, Գոհար Արմենի Սահակյանի 156-րդ հերթական համար, Ռուդիկ Ռուբիկի Ավդալյանի 157-րդ հերթական համար, Սամվել Պողոսի Եղիկյանի 158-րդ հերթական համար, Աննա Ալբերտի Միրզոյանի 159-րդ հերթական համար, Մարտուր Սամվելի Փանոսյանի 160-րդ հերթական համար, Հրաչյա Պարքևի Սարգսյանի 161-րդ հերթական համար, Էլմիրա Ռոբերտի Գալստյանի 162-րդ հերթական համար, Արմեն Հովանեսի Դագիրմաչյանի 163-րդ հերթական համար, Էդուարդ Ավետիսի Զարանցյանի 164-րդ հերթական համար, Ասիա Գեղամի Գրիգորյանի 165-րդ հերթական համար, Կարեն Մնացականի Սարդարյանի 166-րդ հերթական համար, Նորայր Ֆելիքսի Սերոփյանի 167-րդ հերթական համար, Լուսինե Լևիկի Ավաքյանի 168-րդ հերթական համար, Արթուր Բակրատի Այվազյանի 169-րդ հերթական համար, Լեոնիդ Աշոտի Դանիելյանի 170-րդ հերթական համար, Արմինե Մարտինի Վաղրամյանի 171-րդ հերթական համար, Տարոն Յուրիկի Խաչատրյանի 172-րդ հերթական համար, Գագիկ Սուրենի Այվազյանի 173-րդ հերթական համար, Ալվինա Արթուրի Համբարձումյանի 174-րդ հերթական համար, Գուրգեն Ռաչիսլավի Թորոսյանի 175-րդ հերթական համար, Արթուր Գասպարի Չիլինգարյանի 176-րդ հերթական համար, Զարուհի Աշոտի Արշակյանի 177-րդ հերթական համար, Լևոն Աշոտի Գասպարյանի 178-րդ հերթական համար, Հովհաննես Թալիշի Հովանեսյանի 179-րդ հերթական համար, Սոնա Տիգրանի Կարագյուզյանի 180-րդ հերթական համար, Հրաչի Կարամայեսի Հակոբյանյանի 181-րդ հերթական համար, Գարիկ Գագիկի Սահակյանի 182-րդ հերթական համար, Աստղիկ Հրաչյայի Ավետիսյանի 183-րդ հերթական համար, Արթուր Սամվելի Գրիգորյանի 184-րդ հերթական համար, Աշոտ Արտյուշի Մկրտչյանի 175-րդ հերթական համար, Աննա Սեդրակի Թովմասյանի 186-րդ հերթական համար, Կարեն Աշոտի Գասպարյանի 187-րդ հերթական համար, Սոնա Հրաչիկի Սարդարյանի 178-րդ հերթական համար, Դավիթ Միքայելի Սրապիոնյանի 179-րդ հերթական համար, Արուս Արտակի Աբրահամյանի 190-րդ հերթական համար, Համլետ Լաերթի Ղազարյանի 191-րդ հերթական համար, Ջուլիետա Արմենակի Մուրադյանի 192-րդ հերթական համար, Հասմիկ Լևոնի Ասատրյանի 193-րդ հերթական համար, Վազգեն Գագիկի Հովանեսյանի 197-րդ հերթական համար, Լիանա Բորիկի Ստեփանյանի 198-րդ հերթական համար, Էլմիրա Նորիկի Եղյանի 199-րդ հերթական համար, այս բոլոր անձանց գրանցումները։ Սույն որ ներողություն, շնորհակալ եմ, քիչ ուշ եթե կարելի է։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո։ Կարանք առաջարկենք, որ դուք ինքներդ ընթերցեք նախագիծը, եթե լավ չեք չի տպավորվել, կարանք տրամադրենք։ Եվ երկրորդ կետով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից Հանրելի հանձնաժողով ուզում եմ ավելացնել, որ բոլոր դիմումները նոտարական կարգով վավերացված են, երրորդյա ժամկետը պահպանված է բոլոր 106 դիմումների։ 106 դիմում, բայց մենք մի դիմում ունենք, որ հետո հետ էր վերցրել, այսինքն 106-ի մեջ դա ներառված չէ։ Ներառված չէ, 106-ի մեջ ներառված չէ, ամսի սույն թվականի հուլիսի 6-ին, ներողություն, 26 թվականի հունիսի 24-ին տվյալ ինքնաբացարկների դիմումների հետ կապված Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի տեխնատների ցուցակից քաղաքացի, որը որ զբաղեցնում էր 194-րդ տողը ցուցակում ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել կրկին նոտարական վավերացումով, սակայն հունիսի 24-ին արդեն սույն թվականի նա դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի համաձայն ցանկանում է հետ վերցնել իր ինքնաբացարկի դիմումը, եւ քանի որ բավարարվել ենք քաղաքացու ներկայացրած դիմում, այդ իսկ պատճառով իմ ընթերցած ինքնաբացարկի ներկայացրած պատգամավորի տեխնատների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծի
մեջ ներկայացված տեխնացուների անունների մեջ իր անուն ազգանունը չկա։ Սա ուղղակի արձանագրման համար։ Արձանագրման համար նաև, որ ինքը դիմում ներկայացվել է ir-request համակարգով, այսինքն նույնականացվել է ինքը, այսինքն եթե մի դեպքում նոտարական կարգով ավերացած ինքնաբացակի դիմում ա եղել, այս դեպքում ինքը ir-request համակարգով նույնականացվել է եւ խնդրել է կենտրոնական տրական հանձնաժի, որ իր ինքնաբացարկի մասին դիմումը թողնի առանց քննության։ Այդ իսկ պատճառով այս նախագծում ներառված չի, ինչպես ներկայացրեց Տիկին Գրիգորյանը։ Հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյանն հարցեր կան, դիտողություններ, առաջարկներ ելույթներ չկան, ոչ ոք չի ցանկանում նախագծին ևս մեկ անգամ ծանոթանալ։ Եթե այդպես է իրավիճակը, հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյանի կողմից ներկայացած որոշման նախագիծը, որը Տիկին Գրիգորյանը համբերատար ընթերցեց, ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման ընդունմանը։ Կողմ 7 որոշումը ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստը ավարտեց, բայց մինչև նիստը ավարտված հայտարարելը ցանկանում եմ ուղղակի իրազեկման կարգով մեր քաղաքացիներին տեղեկացնել, ըստ էության մենք այս երկուշաբթի օրը արդեն բոլոր 3 խմբակցություններին, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին եւ Հայաստան կուսակցությունների դաշինքին բոլոր 3 կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին տեղեկացրել ենք, որ մինչև հուլիսի 20-ը իրենք կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմում, այսինքն իրենց ցուցակներում, այսինքն դա անկային քաղաքական ուժերն են, ովքեր որ անցողջի հաղթահարել են եւ խորհրդանում ունենալու են խմբակցություններ։ Եվ նաեւ տեղեկացրել ենք, որ լիազոր ներկայացուցիչներին, որ հուլիսի 21-ին կենտրոնական տրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ այդ պայդրությամբ արդեն ըստ ինքնաբացարկների կհաստատի արձանագրությամբ ապագա 9-րդ գումարը խորհրդանի առաջի կազմը։ Սա ուղղակի նաեւ իրազեկման կարգով, որովհետեւ մեր քաղաքացիները եւս տեղյակ չեն այս մասին։ Այս քարով նիստը հայտարարում փակված